յուրաքանչյուր դեպքում մեր գործը արդար է եւ հաշվի առնելով բոլոր հանգամանքները մենք շատ լավ հասկանում ենք, որ այնինչ այսօր կատարում է Գագիկ Ծառուկյանի հետ, վաղը կարող է կատարվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու հետ, յուրաքանչյուր, եթե հանգարց իշխանությունների դուրը չգա։ Հետևաբար Գագիկ Ծառուկյանի ազատությունը դա ոչ միայն Գագիկ Ծառուկյան քաղաքական լիդերի կամ անձի խնդիրն է, դա բոլորիս խնդիրն է, եւ որքան շուտ մենք դա հասկանանք, այդքան ավելի շուտ կստացվի առհասարակ երկիրը հանել էս վիճակից։ Ազատություն! 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 Ծառուկյան! 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 Ինչ դիրքորոշում եք, սկզբից եթե սկսենք դիմակավորված սկսած ներկայացման, ձեռքապալության հետո կալանավորման հետ, արդյոք այստեղ հստակ դուք տեսնեք, որ քաղաքական դեպքապատճառը ոչ իրավական է։ Նախ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս հարձակումները մի քանի մակարդակով է իրականացվել։ Առաջինը դա ընտրական շրջափուլում էր, երբ որ իրականացվում էր բավականին ագրեսիվ եւ անթույլատրելի քարոզություն եւ խիստ անձնավորված ձևով։ Երկրորդը դա Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ տեղի ունեցածն էր, օրը ցերեկով ըստ էության խլվեց ժողովրդի տված քվեն եւ բացարձակ ապօրինությունների ճանապարհով Բարգավաճ Հայաստանին թույլ չտրվեց գուտ գործել խորհրդարան։ Եվ երրորդ մակարդակը հիմա է դրսևորվում, երբ որ մի կողմից քաղաքական հարձակումներ են տեղի ունենում Բարգավաճ Հայաստանի ղեկավարի նկատմամբ եւ զուգահեռ հարթության մեջ նաեւ Հայաստանում շատ ընդգծված ձևով տեղի ունեն նաև սեփականության վերաբաշխում։ Սա իդեպ տեղի ունենում նաև միջազգային հարության լռության պայմաններում, ու սա մի գործընթաց է, որոնք որպես կանոն մշտապես տարբեր միջազգային կազմակերպություններ, կառույցներ, նաև տարբեր դերակատարներ, որոնք իրենց ներկայացնում են որպես ժողովրդավարության ջատագովներ եւ մշտապես հանդես են եկել այդ դիրքերից, հաստատի Հայաստանյան այս ընտրական ցիկլում, հետընտրական ժամանակահատվածում չկա որևէ լուրջ հակազդեցություն եւ ըստ էության սրանով նաեւ ցույց է տրվում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները եւ աշխարհաքաղաքական ֆոնը եւ շահագրգռվածությունը կոնկրետ դերակատարների։ Ես կարծում եմ, որ սա թեև այս պայն տեղի ունում Գագիկ Ծառուկյանի դեմ, բայց եւ քաղաքական առումով եւ նաեւ տնտեսական առումով սա շատ բավականին լուրջ ազդակ է նաեւ ներսի դրսի բոլոր այն ներդրողների համար, որոնք Հայաստանում կամ ունեն ներդրումներ, կամ պատրաստվում են որևէ փուլում անել, որովհետեւ բոլորի համար ակնհայտ է, որ կարող է լինել ցանկացած իրավիճակ, երբ որ անկախ իրավիճակից իշխանությանը եթե այդ պայն լինի նպատակարար, ապա ցանկացած մարդու ներսի կամ դրսի ներդրողի ունեցվածք կամ կարողություն կարող է պարզապես կամ խլվել կամ խոչընդոտվել դրանց գործունեությունը։ Քաղաքական առումով սա նաև որոշակի ազդակ է հանրության առայն, որ մեր երկրում այլակարծությունը ընդհանուր միջև անազատության կարող է դասվել եւ այս պարագայում բնականաբար իշխանությունը իր համար որոշակի խաղի դաշտ է ձևավորում առաջիկա տարիների քաղաքական գործունեության մասով։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչպես Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարություն կատարեց եւ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ սա կարող ենք դիտարկել, որ այդ գործողությունների նախերգանքն է եւ հասնելու է ինչպես Ռոբերտ Քոչարյանին, այնպես Սերժ Սարգսյանին եւ Սամվել Կարապետյանին, որ կարող ենք ասել ակտիվացնել։ Տարբեր փուլերում ենք ականատես ենք եղել այնպիսի գործընթացի, երբ որ քաղաքական տարբեր ամբիոններից, խորհրդանից կամ խորհրդանից դուրս հայտարարվել է կոնկրետ քաղաքական թիրախի մասին, իրավապահ համակարգը հրապարակային հանձնարարություն է ստացել քաղաքական իշխանությունից եւ անցել է առաջ։ Նաեւ սրանով պայմանավորված է դուք քվարկեցիք մարդկանց, որոնք տարբեր քրեական գործերով անցնում են։ Սամվել Կարապետյանը այս պահին նաեւ սահմանափակումներով տնային կալանքի ռեժիմում է։ Սերժ Սարգսյանի նկատմամբ անընդհատ քրեական գործեր են հարուցվում, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են,
Այսինքն այն ինչ որ դուք ասում եք, դրանք այդ process-ներ են, որոնք ոչ միայն դրանց անոնսը արվել է, ոչ միայն իրավապահ դատաիրավական համակարգին այդ քաղաքական հանձնարարությունը իջեցվել են, այլ process-ները գնում են։ Դե դրանք ինչ դրսևորումներ կստանան, ինչ սրություններ կստանան, կալանավորումները ինչպիսի շարք կունենան, դա արդեն երևի կախված է թե իշխանությունը որ պահին, որ իրավիճակում, որ առաջնահերթ կամարի։ Այս պահին խնդիրը երկու մասով է արտահայտված եղել։ Մի կողմից ամեն ինչ անելու որպեսզի Բարգավաճ Հայաստանը մուտք չգործի խորհրդարան եւ ըստ այդմ խորհրդարանի ներսում իրերի դասավորությունը չփոխի եւ երկրորդը ցույց տալ, որ ցանկացած ուժ, որը կփորձի խնդիր ստեղծել իշխանության համար, նա այս տեսանկյունից շակերտավոր առումով կպաշտվի, անկախ նրանից թե այդ մարդը ով է, ինչ վաստակ ունի կամ ինչպիսի գործունեություն է ծավալում։ Ընդդիմությունը իշխանության համար ինչ խնդիր է լուծում եւ արդյոք Նիկոլ Փաշինյանը ուղիղ հայտարարել էր, ինչ էր արվում այս իրավիճակը կանխարգելելու համար, որտեվ անընդհատ պայքար է գնում Նիկոլ Փաշինյանի արածները, ասենք հետևանքների դեմ եւ որևէ կանխարգելիչ գործողություն չի արվում։ Կամ եթե ոչ է առանձին ճակատներով են Ես այդ լիովին համաձայն եմ, որ մեր գլխավոր խնդիրը ընդդիմադիր դաշտում այն է, որ շատ ժամանակ պայքարը գնում է դրա հետևանքների մասով, այլ ոչ թե պատճառների վերացման։ Իհարկե գլխավոր խնդիրը, որը կարող է կանխել մեր երկրում օրինակ զարգացումները, դա պարզապես իշխանափոխության իրականացումն է։ Իշխանափոխության իրականացման գործընթացը այս պահին կարծես թե մտել է մի այնպիսի փուլ հետընտրական ժամանակահատվածում, երբ որ եթե 6 ամիս առաջ որոշակի սպասումներ կար, քաղաքական ուժերը դրան կապում են ավելի շատ ընտրական process-ների հետ, ապա այս պահին հետընտրական ժամանակահատվածում բնականաբար քաղաքական դասավորությունները պետք է փոխվեն, որովհետև ձևավորվել է նոր իրավիճակ, դա այսօրվա խորհրդարանում արկա իրերի դասավորությունն է եւ ԿՊ-ի ստացած նոր հնարավորությունները կամ վերարտադրման հնարավորությունները եւ բնականաբար նույն ձևով, նույն տեմպով շարժվելու իրավունք եւ հնարավորություն ընդդիմությունը պարզապես չունի։ Պետք է այս պահին լիովին գիտակցել իրավիճակի ողջ լրջությունը, հասկանալ թե ինչպես է շարժվելու, հասկանալ թե որ հարթակներում որտեղ եւ ինչ կարող է իրականացնել եւ շարժվել այլ ուղղությամբ։ Եթե այդ քայլերը չիրականացվեն, բնականաբար այս տիպի միջադեպերը կշարունակեն, մարդիկ կշարունակեն մնալ անազատության մեջ, իսկ մեր երկրում էլ կունենանք այն իրավիճակ, ինչ որ եղել է, մի իշխանություն, որը բացառապես ծառայում է այլոց շահերին։ Ինչ պայքար չկա, եթե քաղաքական հետապնդումները, եթե ապօրինի անազատության մեջ են գտնվում, ինչու քաղաքական շարժում ակտիվություն չի դրսևորվում։ Գիտեք, մեկ բան շատ հստակ կարող եմ ասել, համարել, որ միայն խորհրդանով